Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, ինչպես նշեցի, մենք մեր հաղորդումներում ներգրավում ենք նաև երիտասարդ սկսնակ խոհարարների եւ այսօր այդ օրն է, մենք այսօր հյուր ունենք եւ այդ հյուրն է Արմեն Խանչալյանը, Խանչալյան։ Ողջույն Արմեն։ Ինչպես ես։ Լավ, դուք։ Լավ, տրամադրությունը բարձր է։ Շատ։ Լավ, ինչ ենք պատրաստելու, Արմեն։ Այսօր պատրաստելու ենք սաղմոն, խրթխրթան եւ խրթխրթան սաղմոն։ Այո։ Արմեն ջան, ինչ բաղադրություն ունի, նշենք։ Եվ մեր հիմնականը, որը պետք է սարքենք խրթխրթան սաղմոնը, պետք է անենք վրեն լիմոն, լիմոնի սոկ, մի քիչ ձեթ, աղ, բիբար։ Եվ ժարիտ ենք անում, այո։ Անենք, խավարտի մեջ նշեցիր լոլիկ, սմբուկ, գլուխսող և պորտոբելո և բուլղարական։ Այսինքն ոչխարասնկի, Վրաստանում չէ, որ ասում պորտոբելո։ Ոչ, իտալական։ Ինչ ենք անելու։ Հիմա կտրելու ենք, դուք սունգը կտրեք, 4 մասի բաժանեք հետի, ես պամիդոր կկտրեմ։ Լավ։ Լոլիկը, այսպես ասած։ Հիմա վեկալում ենք սմբուկը, դուք բուլղարական բիբարը։ Ինչ եմ անում բուլղարական պակդերի հետ։ Նու կտրում ենք։ Ոչիկը հեռացնենք։ Այո։ Հիմա մենք սա վեկալում ենք այս բոլորը, տապակում ենք թավի վրա։ Այո։ Հիմա մի քիչ ջերմությունը բարձրացնենք, չէ՞։ Այո։ Մինչև այդ մենք մարինադ անենք։ Անենք մարինադ։ Ես Մարինադան ենք։ տեսնում եմ, որ կիտրոն պիտի կտրենք։ Այո։ Մեջտեղից կիսեմ, հա։ Այո։ Ընտրեմ։ Մարինացրեցինք։ Հայերեն ասում ենք համեմել։ Համեմել։ Այո, համեմել։ Հիմա անում ենք լիմոնի սոկը։ Ճզմում ենք։ Մենք էսի արդեն հանում ենք, դրա մոր չի պետք որ շատ ունենք, որ թար մնա։ Շատ տապակել չարժե, չէ՞։ Ապրեստու։ Ես մի քիչ շատ տաքացավ, այսպես որ իջնենք, հա։ Ես։ Հիմա տապակում ենք սոխը։ Հիմա մենք պատրաստենք։ Սա կարող ենք օգտագործել։ Սոուս կարող ենք լոլիկ են վերցնում։ Բուլղարական բիբարը։ Կտրում ենք բարակ-բարակ։ Մանր քառակուսիների։ Քառակուսիներին։ Հիմա մենք վեկալում ենք ձուկը, սաղմոնը և դնում ենք մեր սոուսի հիմա պետք է սոխը։ Սոխը։ Այո։ Այս իստեմ։ Ափսեն վերցնում ենք։ Վերցնում ենք ափսեն մատուցման։ Վերցնում ենք ձուկը։ Մենք անում ենք այս գարնիրի նախ։ Եվ հլադեր բալզամիկ։ Բալզամիկ սոուս մի քիչ, հա։ Այո։
Եվ վերջում ձեթ։ Ու ձեթով վերջացնում ենք դրա մոր հետո ձեթը որ տարածում է չի թողնում որ ներծծի։ Ինչ որ մի աղթե բիբար կերամ։ Համեմունքը լրի։ Այո։ Հիմա մենք վերցնում ենք միջև գրիլ բանջարեղենը դնենք թավուբան մատուցման ափսեի մեջ, ափսեյում մենք սարքում ենք սոուս։ Շատ Պատրաստում ենք սոուս։ դանակով վերցնենք։ Դնում ենք սենսու ինքը Մի քիչ էլ նանա, չէ՞։ Մի քիչ նանա։ Հիմա արդեն շարում ենք։ Տապակի մեջ, նույն տապակի մեջ պատրաստեցինք սոուս, թանձրուկ, սոխի, քաղցր տակդեղի եւ լոլիկի համադրությամբ ավելացրինք նանաուրց եւ մի քիչ աղ, չէ՞։ Այո։ Նանաուրց, սև բիբար։ Սև պղպեղ եւ արդեն թանձրուկն էլ պատրաստ է։ Հիմա ձևավորման կամ մատուցման այս process-ը այստեղ է որ խոհարարը պիտի ցույց տա իր գեղագիտական զգացումը։ Եվ հիմա արդեն կարելի է սկսել Ինչ որ մի բան դուր չի գալիս քեզ։ Հա? Այո։ Ինչ է։ ու մի քիչ շտապեցի։ Շտապելը վատ բան չի, բայց ես կարծում եմ ընդամենը ոնց որ վատ չդուս եկավ, ու ես գոհ չեմ, այսպես ասեմ։ Դե դու միշտ պիտի դժգոհ լինես, որովհետև լավից լավ կարող ես պատրաստել։ Մի քիչ հուզմունք, բարեկամներ, բնականաբար երիտասարդ խոհարար, խոստումնալից, մի քիչ հուզմունք, մի քիչ լարում, ամեն ինչ կարծում եմ ժամանակի ընթացքում կշտկվի։ Всё, մեր Ուտեստը պատրաստ է բարեկամներ, խնդրենք Արմենին, թող ինքը ներկայացնի, նաև թե ինչ ցանկություն ունի մեր հեռուստատիտողներին։ Եվ պատրաստ չէ միջև վերջ։ Հիմա մենք վերցնում ենք լոմջիկ, լիմոնա։ Վրան ենք դնում եւ վերցնում ենք Եվ կանաչ ինչպես նշեցիր, մաղադանոս պիտի։ մաղադանոս։ Ну վերջ չսովորա։ Ես Վերջում դառնալու է պետրուշկա մաղադանոս։ պետրուշկա յադան։ Վերջ, բարեկամներ, պատրաստ է ուտեստը եւ խնդրենք Արմենին թող իր ցանկությունը մեր հեռուստադիտողներին։ Ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Ես ցանկանում եմ ձեզ բարի ախորժակ եւ շատ համով է, շատ համեղ է եւ շատ դուրը կգա ձեր։ Եվ փորձեք, տանը սարքեք, պատրաստեք են։ Այսպես որ ստեսություն ողջուն բոլորին։ Հարգելի հեռուստադիտողներ, իրոք որ հետաքրքիր ուտեստ ստացվեց եւ ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արմենին։ Ես ցանկանանք որ նա հենց այսպես բծախնդրորեն շարունակի խորանալ խոհարար մասնագիտության մեջ եւ արդեն ասի նաեւ հայկական ուտեստների պատրաստմանը։ Շնորհակալություն Արմեն ջան։ Ապրեստում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք այսօրվա համար պատրաստել։ Ուզում եմ որ մենք միշտ լինենք միասին եւ ուզում եմ որ մեր բոլոր հանդիպումները ունենան լավ արդյունք։ Իսկ լավ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք ստեսություն բարեկամ։ Խրթխրթան սաղմոն։ Սաղմոն 200 գրամ, կիտրոն 1 հատ, աղ, պղպեղ, խավարտը, լոլիկ 80 գրամ, սմբուկ 100 գրամ, սոխ 70 գրամ, սունկ 100 գրամ, ձեթ 30 գրամ, աղ, պղպեղ։ Բարեխորշակ։